Ասեմ, որ երեկվա եւ այսօրվա մասով, ինչպես գիտեք, կա ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության արգելքի կանոնակարգումներ եւ մենք հայտնաբերել ենք այդ կարգի ակնհայտ խախտումներ, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում վճարվող գովազդ, որը շարունակում է, այսինքն վճարվող գովազդի համար տրված ժամանակահատվածը ներառել է նաեւ այս արգելված լրության եւ քվեարկության օրը ուղղակի այդպեսի դեպք, որ արվում է հենց կուսակցության Facebook-յան էջի կողմից նկատել ենք հանրապետություն կուսակցության մասով 7 դեպք եւ անուղակի կամ աֆիլացված ուրեմն էջերի կողմից նկատել ենք քարոզչություն ուրեմն հայրենի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների եւ հաղթանակ դաշինքի մասով ասեմ որ մասնակցության մասով ինչպես երևի բոլորը նկատել եք մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ուղի 2 անգամ ավելի բարձր քան 2021 թվականի համանման ընտրություններում բայց մեզ առավել հետաքրքիր են 3 գյուղերը որտեղ պետք է հասկանալ թե որ երևույթների արդյունքում է մասնակցությունը եղել ավելի քան 5 անգամ բարձր դա արշալույս հայթաղ եւ ծաղկալանչ գյուղերն են, որտեղ հնգակի բարձր է եւ պետք է հասկանալ ինչի արդյունքում է ընտրողների այդպիսի ակտիվություն, արդյոք դա ընտրողների բնական պահվածք է, թե առկա է ընտրողների վրա ապօրինի ինչ-որ միջամտություններ։ Ասեմ, որ մենք նաեւ արձանագրել ենք երեկվանից գիշերվանից սկսած խախտումների կեղծ ահազանգեր, այսինքն ահազանգեր երևույթների մասին, որոնք ներկայացում են որպես խախտում, բայց այդպիսիք չեն հանդիսանում գործող օրենսդրության մասով։ Առաջինը դա քվեաթերթիկների, այսպես կոչված տրցակները սեղանների շարած լինելը կամ քվեաթերթիկները ուրեմն ոչ չհրկիզվող պարանից դուրս պահելը ասեմ որ այս կարգավորումը վաղուց փոխվել է, քանի որ 17 թվականից արդեն 16 թվականից քվեաթերթիկները արդեն հատուկ հաշվառման փաստաթուղթ չեն, այն ժամանակ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ, իսկ 22 թվականից արդեն օրենքի մակարդակով ամրագրված է, որ քվեաթերթիկները չհրկիզվող պարանից դուրս են պահում եւ սա խախտում չի։ Մյուսը դա պաստառները ընտրական տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, պաստառների համար կան սահմանված վայրեր, իհարկե չի կարող պաստառ լինել ամեն, չգիտեմ, սյան ամեն պատի վրա, բայց եթե դա սահմանված վայր է պաստառի համար, էական չի թե այդ սահմանված վայրը ընտրական տեղամասից ինչ հեռավորության վրա է։ Հաջորդը դա ընտրական շտաբ տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, քանի դեռ շտաբը իսկ կոնկրետ ազանգով դեպքով մենք նայեցինք, քանի դեռ շտաբը եւ ընտրական տեղամասը նույն շինության մեջ չեն։ Այսինքն օրենսդիրը չի սահմանում, որ դրանք պետք է լինեն X հեռավորության վրա, սահմանում որ նույն շինության մեջ չպետք է լինեն։ Եվ նաեւ եղել է ինչ որ ահազանգ մի քիչ տարօրինակ շրջիկ քվեարկության բացակայության հետ կապված մի քիչ տարօրինակ, որտեվ շրջիկ քվեարկության ինստիտուտ Հայաստանում չկա եւ ճիշտ ասած ես կարծում եմ, որ լավ է, որ չկա։ Ես ասեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում մենք իրականացրել ենք երկարաժամկետ դիտորդություն 4 դիտորդների կազմով, որոնք որ զրուցել են մասնակից 7 ուժերի հետ, 8-ից 7 ուժերի, այսինքն մասնակից 8 ուժերից 7-ի հետ զրուցել են, իրականացրել ենք տասնյակից ավել հարցումներ, գրություններ, դիտարկել ենք 35 հավաքներ, արձանագրել ենք 53 խախտում, որոնցից 45-ը պաստառների հետ կապված։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել երկու հատ քրեական օրենսգրքի 441, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, մեկը վերաբերվում էր ուրեմն Դողս գյուղում ուրեմն տեղի ունեցած միջոցառմանը, մյուսը վերաբերվում էր ներողություն, մեկը վերաբերվում էր քվեարկության առաջին օրը պաստառների փակցմանը, երբ որ առերևույթ տեսնում ենք, որ համայնքապետարանի ուժերով են փակցվում քաղաքացիական պայմանագրի պաստառները, եւ երկրորդը դա
Խոյ համայնքում գովազդների բաշխման հետ կապված խնդիր էր եւ գովազդների տրամադրման որոշման հետ կապված։ Եվ 3 հաղորդում ներկայացրել են քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, դա ստեյության բարեգործության եւ քարոզչության մեկտեղման արգելող հոդվածն է։ Մեկը ուրեմն այդ դողսգյուղի հետ կապված, մյուսը դա ուրեմն դպրոցի տնօրենի կողմից բարեգործություն իրականացնելու մասով ըստ էության 3-ն էլ 221 հոդվածով այսինքն ջեներալություն բոլոր 5 հաղորդումներն էլ ըստ էության ԿՊ-ին են վերաբերում, բոլոր 5 հաղորդումներն էլ եւ վերջինը բարեգործության մասով դա ինչ որ տեղեր տանիքների վերանորոգման ահազանգեր են եղել եւ դրա հետ կապված ենք ներկայացրել։ Ցավոք պետք է ասեմ, որ ոչ բոլոր հաղորդումներով այս պահին կան հարուցված քրեական վարույթներ, կա հաղորդում, որը արդեն ստեյության 3 շաբաթ է, ինչ սպասում ենք վարույթի քրեական վարույթին։ Ասեմ, որ նաև խնդրահարույց քվեարկության օրվա ընթացքում խնդրահարույց որպես երևույթ նկատել ենք դիտորդական առաքելություններից մեկի կողմից բաց քվեարկությունների դեպքերի այնպիսի նկարահանում, որը բացահայտում է ընտրողի կամ արտահայտությունը։ Ինչի մասին է խոսքը։ Այո, ինչի մասին է խոսքը, ընտրողը քվեախցիկում չի քվեարկում, ինչը իհարկե խախտում է եւ իհարկե վատ է, բայց դիտորդը դա ոչ թե այնպես է նկարում, որ զուտ փաստ է երևա, այլ դիտորդի նկարածի մեջ երևում է, թե ընտրողը ում է քվեարկում։ Եվ դա խնդրահարույցա մեր համոզմունքն այն է, որ դիտորդը իհարկե պետք է նկարի եւ արձանագրի խախտման փաստը, բայց ոչ այնպես, որ երևա թե այդ ընտրողը կադրում երևա թե այդ ընտրողը ում է քվեարկում։ Ինչպես։ Այդտենց քանի դեպքեր։ Այդ դեպքի հետ կապված շուտ քանակական տվյալություն, բայց մի քանի հատ կան, որում այդպիսիք նաեւ հրապարակված դեպքեր կան, հայակվի առաքելության էջում, որ նայեք, այնտեղ հրապարակված դեպքեր կան։ Ասեմ, որ քանի դեռ խոսքը գնաց դիտորդական առաքելությունից, մենք ինչպես նաև մեր գործընկեր ականատես առաքելությունը նկատել էինք որոշ դիտորդական առաքելությունների կողմից ընտրական օրենսգրքով սահմանված անաչառության եւ անկողմնակալության ավելի ճիշտ խախտման դեպքեր եւ ներկայացրել էինք դիմումներ կենտրոնական տրական հանձնաժողով ականատեսը ներկայացրել էր հայակվեի հետ կապված, մենք ներկայացրել էինք հայակվեի պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի եւ իրավունքի զարգացման Թաթոյան հիմնադրամի, եթե անվանումը ճիշտ հիշեցի հիմնադրամի, կարող է հիմա մի քիչ սխալվեմ, այդ Թաթոյան, Արման Թաթոյանի ղեկավարած հիմնադրամի հետ կապված եւ մենք հավատացած ենք, որ հայակվեի եւ Թաթոյան հիմնադրամի դեպքում խախտումները այնպիսին են, որ պետք է հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչվի, իսկ իրավունքի զարգացման միջազգային կենտրոնի մասով 3 դիտորդների մասով էր խախտում եւ այդ դիտորդները պետք է ըստ էության դիտորդների ցուցակից հանվեն 3 այդ հարցը քննարկվում էր կենտրոնական տրական հանձնաժողովում, եղել է այդ հանձնաժողովի պատմության մեջ թերևս ամենաերկար նիստը, որը տևել է 10 ժամ եւ 20 րոպե, եւ վերջապես գիշերվա ժամը 3-ից կենտրոնական տրական հանձնաժողով որոշում կայացրեց, որ իրենք թեև փաստացի արձանագրեցին խախտումները, արձանագրեցին խնդիրները, արձանագրեցին խնդրահարույց պահվածքը, բայց ֆորմալ առումով հանձնաժողովը սահմանափակվեց հույս հայտնելով, որ դիտորդական առաքելությունները կվերացնեն իրենց իսկ իրականացրած խախտումները, ֆորմալ առումով խախտում չարձանագրեց եւ բնականաբար նաեւ ոչ մեկին դիտորդության իրավունքից չզրկեց, թեև հայակվի առաքելության ներկայացուցիչները ասացին, որ իրենց այն ներկայացուցիչները, որոնք իրենց այն դիտորդները, որոնք որ արել են վիճակահարույց հայտարարությունները, այսօր ընտրական տեղամասեր չեն գնա։ Ըստ էության, եթե հակիրճ սա է սպահի պատկերը։ Ես թույլ տվեք որոշ դիտարկումներով կիսեմ ձեզ հետ, նախ առաջերտին արձանագրենք, որ ընդհանուր առմամբ ընտրություններում լարվածության մթնոլորտ կամ չգիտեմ ինչ-որ լուրջ այնպիսի առճակատումներ, այդպիսի ընդհարումներ եւ այլն չենք արձանագրում, հա, այսինքն
ես նույնիսկ կարող եմ ասել, երևի թե արդեն սովորել են, որ ընտրությունները ուղղակի միջոցառում չի, այլ ուղղակի երևի թե որ կազմակերպում է։ Սա մեկ, բայց որոշ ընտրական տեղամասերում մենք արձանագրում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի այդ քվեարկության սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին, այսինքն մակերեսը այնքան փոքր է, որ եթե հաշվի առնելով նաև ընտրողների թիվը եւ հնարավոր, ասենք թե հաճախությունը ինքը չի ապահովի, որպեսզի իրապես այդտեղ կուտակումներ չլինեն։ Սա մեկ։ Երկրորդը հանձնաժողովների հետ կապված, ուրեմն հանձնաժողովները չեն կարողանում լիարժեք տիրապետել այն տեսակետից, որ գոնե տեղամասային ընտրական հանձնաժողովի անմիջապես հարակից տարածքում, իսկ մենք արձանագրել ենք այդպիսի դեպքեր, նույն մարդը կամ նույն մարդիկ շարունակաբար երկար ժամանակ կարող են գտնվել տարածքի մոտ, հա, եւ դա ըստ էության գնահատում են որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ։ Այդ հայտնի այդ տասովչիկների երևույթը ցավոք սրտի դեռևս ուրեմն մնում է օրակարգում։ Եվ այս առումով նաև ոստիկանության ծառայողները, որոնք պարտավոր են, որտեղ ինքը հսկողություն է իրականացնում եւ երբ որ տեսնում է, որ նույն անձը շարունակաբար գտնվում է տարածքում, պետք է ինքը հեռացնի, ոչ թե սպասի հանձնաժողովի ուրեմն նախագահի ցուցումին, սակար եւ մենք որոշ տեղերում նաև արձանագրում ենք, որ գիտեք, ասենք դիտորդական վստահված անձ, երբ որ ընտրական տեղամասում է գտնում, պետք է անպայման գրանցված լինի, հա։ Արձանագրում ենք, որ կարող են լինել դեպքեր, որ վստահված անձը կամ դիտորդը գրանցված չի, իհարկե դա էլի տեխնիկական այն բնույթի հարց է, որ պետք է հսկի հանձնաժողովի նախագահը։ Այսինքն հանձնաժողովները այս առումով եւ հնարավոր կուտակում փոքրաթիվ թեկուս եւ նաեւ չգրանցված անձանց ներկայությունը հանձինս դիտորդի կամ վստահված անձի եւ նրանց տարածքից հեռացնելու այս առումով դեռևս թերանում են։ Անգամ մի հանձնաժողովի մեկականապես եղանք, ես ընդհանրապես դուրս եմ եկել դիտարկել տարածքի շուրջ, գալիս եմ տեսնում ինձ արդեն բանը վերանցելա, որ ես դուրս եկած եմ, ասենք թե այն դեպքում պետք է ուղղակի հաղորդեն, որ ես տարածքը թողնում եմ, հա։ Այսինքն կարողությունների առումով իհարկե թե իրավապահ մարմինները, նկատի ոստիկանություն եւ հանձնաժողովները պետք է դեռևս ուրեմն այդ ուղղությամբ ահագին աշխատանք տարվի, որպեսզի տիրապետեն ընտրական գործընթացը։ Իսկ օրինակ դեռ параգայում ինչ իմանա, մոռացել եք զգուշացնել, որ դուրս եք գալիս, թե ուղղակի դուրս եք եկել, արձանագրումա ձեր դուրս գալը։ Շատ ճիշտ է, ինչպես ընտրողների դեպքում պետք է հանձնաժողովը շատ հստակ բացատրի անդամը, երբ որ ստանում քվեատերտիկը քվեարկության կարգը։ Նման կերպել նաև հանձնաժողովի տվյալ դեպքում քարտուղարը, որը գրանցում է դիտորդին կամ վստահված անձին, պետք է ամեն անգամ զգուշացնի, եթե ընտրական տեղամասը թողում եք, ապա հայտնեք, որպեսզի դուրս եք գալիս եւ առաքելություն ավարտում եք։ Այսինքն, այստեղ ընտրական հանձնաժողովը պետք է անընդհատ այդ աշխատանքը, բացատրական աշխատանքը կատարի, որը չի արվում։ Եվ մի ճշտով հարցեր նշեցիք, որ շատ ընտրատեղամասերում տարածքի մակերեսը փոքր է եւ ավտոմատ կուտակումներ են ստեղծում, բայց ընտրատեղամասեր հիմնականում դպրոցներն են լինում, մանկապարտեզները կամ մշակութային ինչ-որ օբյեկտներ, տվյալ պարագայում, երբ որ հատուկ տենց տեղ չկա ընտրությունների համար կառուցված, որի չափը կլինի օրինակ ընտրողների համապատասխան, ոնց պիտի անեն, որ մակերեսը լինի համապատասխան ընտրողների։ Ժողովուրդ, մենք հարցն ենք բարձրացնում եւ հետեւաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերի տարածքները որոշելու ժամանակ պետք է այդ հաշվի առնել։ Եթե այդ միշտ կա հնարավորություն, գոնե այս վաղաշաբաթ, հա, խոշորացած համայնքում նման տարածքների առկայություն կա, ես հստակ եմ ասում, բայց գոնե ասենք այդ մանկապարտեզի մի փոքր սենյակում չանեն, գոնե այդ միջանցքը կարող են տրամադրել։ Նկատի ունեմ այս տեխնիկական բնույթի հարցերը, որ պետք է անպայման հաշվի առնել, որ չազդի բովանդակային, հա, գործընթացի վրա, սա եմ ասում։ Ահազանգ կար, որ ԿՊ-ի ցուցակներով են շրջում կոնկրետ տեղամասերում, նույնիսկ բարձրաձայնեցին, ճիշտ ասած, այս բանը ընտրատեղամասը չեմ դուք ստուգել եք, տեսա, որ ձեր ցանկում չկար ոնց որ այդպիսի ահազանգի Ցուցակներով շրջել, որի մասով։ Ցուցակներ ունեն, մտնում են ինչ որ ջնջում են անուններ եւ այլն։ Տեղամասի ներսում։ Այո։ Տեսեք, ընտրական օրենսգրքի կարգավորումներն այն են, որ ընտրողների ստորագրություններով ցուցակը դիտորդները եւ վստահված անձինք եւ լրագրողները նաեւ կարող եք դրանց ծանոթանալ, բայց չէ կարող նկարել եւ նշումներ անել։ Միաժամանակ ընտրողների ցուցակները հրապարակային փաստաթղթեր են, ցանկացած մարդ կարող է ոստիկանության կայքից բեռնել եւ մենք արդյունքում տեսնում ենք խնդրահարույց երևույթ, որը խնդրահարույց է ինքը առանձին վերցրած որպես
գործողություն խախտում չի, բայց ինքը հարցեր առաջացնող երևույթ է։ Դա երբ որ տեսնում եք վստահված անձ, ով ունի ընտրողների ցուցակը տվյալ տեղամասի, ու նորմալ է որ ունի, նորից դա ինչ բան չի էլի, կայքում կախված է։ Ու մոտը նշում է, Պողոսը եկավ, Պետրոսը չեկավ։ Դա տեղով խախտում չի, բայց դա հարց է առաջանում, թե ինչի համար է նշում։ Եվ կասկած է առաջանում, որ իսկ միգուցե նշում է նրա համար, որ տեսնի որ Պողոսը չեկավ, զանգի Պողոսի վրա ճնշում։ Այսինքն այդպիսի երևույթները իրենք արձանագրման տեսանկյունից դրանք արձանագրելը միգուցե իմաստ չունի, բայց այդպիսի երևույթները ուշադիր նայելը եւ հետեւելը, տեսնել էս անձը լավ ցուցակում նշեց որ Պողոսը եկավ, չգիտեմ, Ֆիլիպոսը չեկավ, բայց ինչ է անում ինքը։ Ինքը զանգում է Ֆիլիպոսին ճնշում է գործադրում, ինքը գնում Ֆիլիպոսին ուղեկցի կազմակերպած կազմակերպած տեղամաս բերել է անում։ Այսինքն ամբողջականության մեջ պետք է նայվի, եթե այդ ահազանգերը կան կոնկրետ տեղամասերի համարներով, տվեք խնդրենք մեր շրջիկ խմբերը դիտարկեն։ Գիտեք, այդ հենց դրա հետ կապված է, որ այսպես կոչված այդ որակումը, հա, տերմին տասով չկին ասում, բայց իրապես նույն անձը, երբ որ շարունակապար գտնվում է տեղամասի մոտ, շատ դեպքերում նույնիսկ այդ ցուցակը զլանում են բան, ուղղակի ընտրական ցուցակը որ փակցված է, եւ երբ որ տեսնում ես ինքը անդադ նայում է ու անդադ տեղ է գտնվում, ոչ եթե նույնիսկ ընտրել է ընտրելուց հետո չպետք է այդտեղ գտնվի, բարձր գործողությունները հուշում են, որ ինքը նայում է եկածների կամ հնարավոր բանի ծանոթների շրջապատը եւ միջոցներ է ձեռք առնում, որ բերի։ Այսինքն սա ընտրողի ազատ կամքի վրա ազդեցության մասին է խոսքը։ Եվ դրա հետ է կապված, որ ես հարցը բարձրացնում եմ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքին, այսինքն իրենք այդ մթնոլորտը կամ այդ իրավիճակը պետք է այնպես արգելեն, որ ընկալվի, որ դա անթույլատրելի է, դա ընկալելի չի, հա, որը չեն անում։ Շատ ես հստակ եմ ասում, հրահանգը շատ դեպքերում իսկական ոստիկանները նույնիսկ այդպես գիտելիք էլ ասենք, թե ընտրական օրենսգրքի այդ առումով չեն տիրապետում։ Նա անգամ հանձնաժողովի նախագահները գտնում են, որ իրենց անելիքը միայն քվեարկության սենյակում ավարտվում, հա, քվեարկության դասում ժամանակ չունեմ քվեարկության սենյակից դուրս հսկեմ կամ բան, բայց այն դեպքում որ ակնված են հանձնաժողովի մեկ անդամ կարող է պարբերաբար դուրս գա եւ ուրեմն այդ աշխատանքները կատարի։ Այո, այդպիսի մտահոգությունը կա, որ ընտրողների չեկած ընտրողների տվյալների հիման վրա ինչ գործողություն է կատարում, այդ դա ուսումնասիրության հարց է։ Ես ասեմ, դե պատկերացեք քան այդ երևույթը ցավոք սրտի կա, բայց այն ծավալը, որ ես հիշում եմ մինչև 2018 թվականի իհարկե չկա, բայց երևի թե այդ տասուրճները շարունակում են մնալ որպես կարևոր գործիքներից մեկը, ինչ ասեմ։ ԿՀ երեկվա որոշմանը ոնց է վերաբերվում մյուս դիտորդական կազմակերպությունների մասով, ընդհանրապես այս առատությունը դիտորդական կազմակերպությունների իրենց ներկայացուցիչների կարծում եք անաչառ են գործում տեղամասերում։ Շնորհակալ եմ։ Ես պետք է ասեմ, որ կեղծ դիտորդական առաքելությունների երևույթը Հայաստանի համար նոր չէ, բայց նոր է դիտորդական առաքելությունների պրոակտիվ կեղծ դիտորդական առաքելություն։ Այսինքն մենք նախկինում տեսնում ենք, օրինակ ինչ որ առաքելություն գրանցել է 5000 դիտորդ։ Մենք, չգիտեմ, ունենում ենք 150 դիտորդ, իրանք ունենում են 5000 դիտորդ։ Հա, բայց տեսնում ենք, որ իրականում այդ 5000 դիտորդը ովքեր են, ընդամենը իրանց ինչ որ մի կուսակցության հետ աֆիլիացված մարդիկ, որ տեղամասում մենակ մի վստահված անձ են ժամանակ կարող էր լինել, մի 5000 մարդու էլ բերել են գրանցել են, եւ իրենք չէին փորձում հանրային տպավորությունների վրա ազդել։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելություններ կան, որոնք որ կեղծ ահազանգերով փորձում են հանրային տպավորություններ ձևավորել ընտրությունների հետ կապված իրականությունից կտրված։ Եվ սա է տարբերությունը, եւ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է, որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿՀ, խնդրում եմ զբաղվել այս երևույթով։ Առհասարակ մեր խորին համոզմունքն այն է, որ դիտորդությունը եւ քաղաքական գործունեությունը անհամատեղելի են։ Որովհետև եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ եւ եթե դու գալիս ես ընտրությունների հետ կապված գնահատականներ ես անում, քո գնահատականները ինքնին արդեն կասկածի տակ են դրվում։ Եթե դու երեք ակտիվ քննադատում էիր X կուսակցությունը եւ այսօր եկել ասում ես X կուսակցությունը խախտում է արել,
Նույնիսկ եթե այդ X կուսակցությունը իրոք այդ խախտումը արել է, մարդիկ քեզ չեն հավատա, որտեվ կասեն, հա դե երեք X կուսակցությանը քննադատում էր, այսօր պարզապ դե ասել X կուսակցությունը խախտում արել, ոչ չի ասել չի արել, ոչ չէր ասելու չի արել։ Եվ այդ երևույթը բավական խնդրահարությամբ մենք վատ ենք վերաբերվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, դե մենք համարում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե պետք է արձանագրեր խախտման փաստը։ Ֆորմալ առումով դե յուրե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել, որ տեղի է ունեցել ընտրական օրենսգրքի օրինակ 23-րդ հոդվածով սահմանված, 30-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներով սահմանված հստակ արգելքի խախտում։ Խախտման փաստը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել եւ առհասարակ սա այսօրվա չէ գլոբալ քննարկման հարցը մենք փորձում ենք հիշել երբ է վերջին անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել որևիցե խախտում փոքր ընտրություններում մեծ ընտրություններում հեղափոխությունից առաջ հեղափոխությունից հետո շատ վատ ընտրություններում շատ լավ ընտրություններում եղել է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրի խախտման փաստը։ Սա գլոբալ խնդիր է այսօրվա վաղարշապատի ընտրությունների հետ այդքան էլ կապ չունի, դադրում եմ ընտրություններից հետո այս հարցերը պետք է բարձրացվեն, այդ թվում նաև դիտորդական առաքելությունների հետ կապված կարգավորումները, որովհետև մեզ համար խնդիր է քաղաքական գործունեության, որի նպատակն է գալ իշխանության ինչ-որ լծակներ վերցնել կամ իշխանություն, չէ՞։ Այս համատեղի դիտորդական առաքելության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքի հետ չի տեղավորվում։ Սրա մասին է խոսքը, թե չէ։ Դա քաղաքական գործունեությամբ է այդպես որպես այդպեսին չեն զբաղվում, չէ՞, դիտորդական առաքելությունները։ Դիտորդակ ներողություն, դες ասեցի որևէ կուսակցության օգտին կամ դեմ, որևէ կուսակցության օգտին կամ դեմ հրապարակավ հանդես գալը դիտորդական առաքելության ժամանակահատվածում, հա, նախընտրական ժամանակահատվածում աթուլատրել է։ Գիտեք, դե իհարկե, գիտեք, քաղաքական գործունեությունը դա, չգիտեմ, մեքենա վարելու նման մի բան չէ, որ ասես հստակ կարողանաս ասես, այս մարդը մեքենա վարում է, այս բանը թե չի վարում։ Քաղաքական գործունեությունը դա ավելի լայն հասկացություն է, պետք է գնահատել։ Օրինակ, երբ որ մարդ ասում է, մենք գնում ենք վաղարշապատում դիտորդություն անենք, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Դա անաչառ դիտորդ, հա։ Այդ մարդը անաչառ դիտորդության հետ կապ։ Կամ մարդ ասում է, այս ինչ կուսակցությունը պետքա, չգիտեմ, իշխանություն զրկվի։ Եվ գալիս է դիտորդություն։ Ես ոչ մի խնդիր չունեմ որևիցե մեկին քննադատողների հետ, ես ոչ մի խնդիր չունեմ քաղաքական գործունեությունը շատ կարևոր գործունեություն է եւ երկրի ժողովրդավարական երկրի անբաժանելի մաս է, բայց կան գործունեություններ, որոնք անհամատեղելի են, քաղաքական գործունեությունը եւ դիտորդությունը անհամատեղելի են եւ նաեւ բարեգործությունը։ Գիտեք, ամենազնիվը կլիներ, եթե նման դիտորդական առաքելություն իրականացնողը հանդես գա գրանցվի որպես վստահված անձ այս կամ այն կուսակցության, որին աջակցում է։ Դա լրիվ ազնիվ է եւ դա այդ ինստիտուտը լիարժեք հնարավոր է, չէ՞, վերջին հաշվով հանդես գալ, որտեղ վստահված անձը շատ ավելի մեծ ուրեմն լիազորություններ ունի ընտրությունների դիտարկման ժամանակ, քան թե դիտորդական առաքելություն, ես պարզ ասեմ, բայց երբ որ դու այդ վստահված անձի կարգավիճակից հրաժարվում ես այն դեպքում բովանդակային առումով լիովին դրա բաները ունես հիմքերը եւ անցում ես կատարում դիտորդական առաքելության դաշտ, ապա այս դեպքում դիտորդական առաքելության կոնտեքստը նրա բովանդակությունը, այո, դա մարտահրավեր է, մշտապես եւ դա ոչ միայն մի երկրում։ Ընդհանրապես, եւ մենք այդ հարցը բարձրացնելով նաեւ ուշադրություն մի հատ ձեզ կառաջարկեմ, կհորդորեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման ընթացքը նայեք եւ մարդիկ, որոնց հետ կապված այդ հարցերը բարձրացին, իրանք ընդունել են, որ այո, այդ անկողմնակալության սկզբունքը խախտել են։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովին է պետք է հարցնել։ Եթե ամփոփենք հիմա կներեք, ձեր դիտարկմամբ մինչև այս ժամը արձանագրած խախտումներն ինչ ազդեցություն կարող են ունենալ ընտրության ելքի վրա։ Գիտեք, խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա պետք է գնահատել ամբողջականության մեջ եւ մենք դրա գնահատականը կտանք արդեն վաղվա ասուլիսի ժամանակ, վաղը ժամ 11-ին ասուլիս ենք տալու, որտեվ ամբողջականության մեջ, որտեվ կան երևույթներ, որ դու սկզբից այս երևույթը դիտարկում ես, դու այս բանը չգիտես, այս երևույթը իրականում ինչ է, կամ ինչ ծավալներ ունի, կամ ինչ որ շղթայի մասա, թե ինչ որ առանձին վերցրած երևույթ է, եւ դրա համար մենք երբեք
ընթացքում այդ գնահատականը չենք տալիս, այդ գնահատական տալիս ենք, երբ որ process-ը ավարտվել է եւ կարելի է քիչ թե շատ արդեն ամբողջականության մեջ գնահատել։ Պարոն Յոնիսյան, վերջին շրջանում, մասնավորապես մի տարի առաջ, մի քանի ամիս առաջ դուք երկու անձի նկատմամբ ձեր ղեկավարած կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել, տվյալ երկու անձիկ հոգեվորականներ։ Երկու, մենք շատ հաղորդումներ ես այդ օրինակն եմ ասում, որտեղ այդ երկու անձիկ նաև իշխանական խոսույթում շատ հաճախ քննադատվում են, նշանակում է, եթե այդ տրամաբանությամբ ու սկզբունքով նայենք, հնարավոր է, որ օրինակ ձեր գործունեությունները դիտորդական այսպես ասած մարդիկ անաչառ չհամարեն, որովհետև կոպիտ ասած այնինչ ասում է իշխանությունը, դուք դրա հետ կապված հաղորդում եք ներկայացրել։ Ներողություն, մենք այս վաղարշաբաթի ընտրությունների դիտարկման ընթացքում ներկայացրել ենք հանցագործության մասին 5 հաղորդում, բոլոր 5-ը լրագրողներից ով էր հարցրել, բոլոր 5-ը իշխանության գործողությունների վերաբերյալ։ Մենք նման, չէ, մի մասը ընթացք տրվել է, մի մասը տրվել է ընթացք։ Մենք վերաբերում է հարցը ոնց որ լուրջ էր։ Կներեք, երբ որ ներողություն, ես պետք է ասեմ, որ այս քննադատությունները երբեմն շատ տարօրինակ են։ Երբ որ մեզ քննադատում են, ասում են, այ օրինակ, երբ որ այսինչ պաշտոնյան, այնինչ բանը արեց, այդ օքեյ էր, ու դա ասում են մեզ, այն պարագայում, երբ որ այդ պաշտոնյանն է տարել է, հանրապետությունում 3 միլիոն մարդ կա, որ կարա հանցագործության մասին հաղորդում տա, մենք ենք հաղորդումը տվել եւ պայքարել միջև դատականացաններ, որպեսզի գործը հարուցվի, բայց մեզ գալիս ասում են, դուք այն դեպքով բան չեք արել, նենց որ այդ անաչառությամբ ոչ, բայց իշխանության մասով դուք համարում եք, որ հավասարաչափ է այդ գործերին ընթացք տրվում։ Եթե դուք ուզում եք ինձանց լսեք, որ մենք դատաերավական համակարգի լուրջ խնդիրներ ունենք, ապա իհարկե ունենք։ Բայց այսօրվա այդ երևի կապ չունի։ Պարոն Յոնիսյան, պարոն Սարգսյան, դուք խոսեցիք դիտորդների մասին, որոնք վերազանցում են իրենց լիազորությունները ըստեղության։ Չէ, այն իմաստով, որ անկողմնակալության սկզբունքն են խախտում։ Նաև վերալիազար այն իմաստով, որ իրենք տեղամասում չունեն իրավունք օրինակ միջամտելու իրավիճակների, բայց իրավիճակներին միջամտում են հաճախ, չգիտեմ, կռիվներու աժետաժների մեջ են ընկնում։ Հիմա այդ դեպքերում դուք կոնկրետ օրինակ Հայակվեի դիտորդներից մեկը օրինակ ցերեկը ես նայում էի, ինքը ինչ որ վիճաբանության մեջ է մտել այդ ինչ են ասում ականատա վստահված անձանց հետ։ Հիմա այդ դեպքերում օրինակ դուք իրավասություն ունեք, արձանագրեք դրանք կամ արձանագրում եք արդյոք այլ դիտորդների իրենց գործողությունների վերազանցումը ու դրանց հետ ինչ պետք է անել։ Եթե մեր դիտորդը կամ ես անձամբ լինեմ ներկա նման իրավիճակին, բնականաբար առաջի հերթին պետք է ուսումնասիրել թե ինչով է պայմանավորված, այսինքն եթե դիտորդի եւ վստահված անձի միջև այնպիսի հարց է առաջացել, որը ուղղակի ենթադրում է հանձնաժողովի նախագահի կողմից գործողություններ իրականացնել, որ չի արվել, մեկ, երկրորդը այնպիսի հարց է, որը ընտրական process-ի հետ չի վերաբերվում, միջանձնային է, այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահը պարտավոր է միջոցներ ձեռք առնի այդ ամեն ինչը արձանագրելու, եթե չի արձանագրի, մենք ենք արձանագրելու։ Հենց գրանց համացյանում, որտեղ է ունեցել ընտրության բնականon ընթացքի խաթարում, ինչ ծավալով, ինչքան տևողությամբ եւ այլն, դա անպայման մենք եթե ներկայացնենք արձանագրենք։ Մենք ամեն դեպքում ես ուզում եմ հիշեցնել, որ դիտորդները վստահված անձինք իրենք process-ին դիտարկողներ են։ Իրենք չպետք է փորձեն տեղամասում դառնան իրավիճակ կառավարողներ։ Իրավիճակը պետք է կառավարի հանձնաժողովի նախագահը։ Ցավոք ոչ բոլոր հանձնաժողովի նախագահները իրենց կարողություններով, լիդերության հմտություններով, չգիտեմ, ընտրական օրենսդրության իմացությամբ ոչ բոլորն են, որ կարողանում են այդ դերը վերցնել եւ երբեմն տեսնում ենք, որ այդ դերը վերցնում է վստահված անձ կամ ինչ որ դիտորդ, իհարկե ոչ մեր դիտորդներին դա խստիվ արգելված է։ Եվ սա խնդրահարույց իրավիճակներ են, եւ երբեմն տեսնում ենք, որ նույնիսկ վստահված անձինք եւ դիտորդները փորձում են այդ իշխանություն ցույց տալ, որ իրանք իշխանություն ունեն, նույնիսկ հարմաղալ ստեղծելով, աղմուկ բարձրացնելով, դրանք խնդրահարույց երևույթներ են եւ դրանք արձանագրվում են եւ նույնիսկ լինում են տեղամասեր, որ մենք ենք փորձում հանձնաժողովի նախագահին ասել, որ հարգելի պարոն կամ տիկին նախագահ փորձեք իրավիճակը վերցրեք ձեր ձեռքը, որտեղ եթե դուք ձեր ձեռքը չվերցնեք իրավիճակը, այս լարումը շարունակվելու է։ Հիմա տեսեք, մի հատ ամենացայտուն օրինակը, հա, որպեսզի հասկանալն դիտորդական առաքելության առումով։ Դիտորդական առաքելությունը ներկայացնում է, թե բա քաղաքացին դժգոհել է, որ շրջիկ արկղ չկա։ Հասկանում եք, դա դրա ահազանգման կամ դրա արձանագրման իմաստը ես չեմ հասկանում, որտեղ ես պետքա
դժգոհությանը գնահատեմ ելնելով ընտրական օրենսգիրքի նորմերից։ Շրջիկարկս չկա ընդհանրապես։ Հետևաբար քաղաքացու դժգոհության վերարտադրումը ինչու՞մ է կայանում իմաստը։ Ասում մենք չենք կարող։ Չէ, դե ամբողջ խնդիրը հենց այդ է, որ երբ որ մենք խոսում ենք անկողմնակալ եւ ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներով, մենք պետքա ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան երևույթներ տան գնահատական եւ ըստ դրա մեր հրապարակումներ ներկայացնենք։ Երբ որ դա չենք անում, այլ զուտ ուղակի վերարտադրում ենք, ամեն ինչից է բողոքի, բայց բողոքի համար հիմքեր չկան իրավական, չէ՞։ Միտումը ո՞րն է նման մոտեցման։ Պարզա որ ակնհայտորեն ինքը ընտրական պրոցեսի բնականon ընթացքի ուղղված չէ։ Ես ասում եմ, չէ՞ որ հանձնաժողովի նախագահը կամ ոստիկանությունը ունի անելիքներ եւ կոնկրետ նշում եմ թե ինչի է դա կապված, որովհետեւ դա ուղղակի իրենց գործառույթների մեջ է մտնում։ Ոչ թե միայն քվեարկության սենյակում կամ կանգնի այդ 10 ուսուցիչների հետ ոստիկանությունը նստի զրույց անի։ Իր աշկի առաջին այդ մարդու հետ մի 2 ժամ կարա զրույց անի ու նորմալ է համարում։ Հասկանու՞մ դեպքում որ ինքը գործառույթ ունի։ Պետք է ասի ընկեր ջան, ես այդտեղ ծառայության մեջ եմ, դուք էլ այստեղ արդեն գտնվելու իրավունք չունեք։ Բարի եղեք, թողեք գնաք, հետո ընտրությունից, հետո 10 ժամի կխոսենք։ Գիտեք, ես կուզենայի Այսինքն մենք այս սրա մասին ենք խոսում, անկողմնակալության մասին, ոչ թե հիմա բան անել։ Նույնիսկ ամենածանր ժամանակներում մեր բոլոր դիտարկումները կամ դիտողությունը ներկայացնում ենք հանձնաժողովի նախագահին։ Ոչ թե ուղղակի այդ քաղաքացուն կամ այլ վստահված անձին կամ բան, որտեղ հանձնաժողովի նախագահի պատասխանատվության ինստիտուտի կայացման մասին է խոսքը։ Ես կուզենայի ուղղակի արձանագրեինք, որն է դիտորդության նպատակը։ Ինչի ենք մենք իրականացնում դիտորդություն։ Նպատակը ըստ էության երկու նպատակ է։ Մեկը դա հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել քվեարկության եւ ընտրությունների հետ կապված, եղելությունների հետ կապված տրամադրել օբյեկտիվ տեղեկություններ, երկրորդը հասկանալ նաեւ խորհրդային խնդիրները եւ հետագա ընտրական բարեփոխումների կոնտեքստում դրանք բարձրաձայնել։ Այսինքն իհարկե մենք նաեւ այսօր արձանագրում ենք խնդիրներ, որոնք ստեղ բարձրաձայնելու կոնտեքստում չեն։ Օրինակ նաեւ մենք տեսնում ենք հաշվանդամություն ունեցող անձին կարողանում են քվեարկել թե չէ։ Իսկ կարող է արժի հետագայում առաջարկենք, որպեսզի սենց մի ձևով հեշտացի Դա այստեղ բարձրաձայնելու համար չի, դա հետագա ընտրական ռեֆորմի համար է, իհարկե հետագայում բարձրաձայնելու, բայց այս երկու նպատակներն է եւ հաճախ, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ դիտորդական որոշ առաքելություններ փորձում են ընտրությունների վերաբերյալ ստեղծել իրականությունից կտրված պատկեր կամ խոսում են միայն խախտումների մասին եւ տպավորություն ստեղծում, որ միայն խախտումներ են տեղի ունենում քվեարկության ժամանակ։ Սա եւս խնդիր է, որտեղ պետք է հանրությանը տրամադրել օբյեկտիվ տեղեկություն, որտեղ լավ է ասել, լավ է, դիտարկել ենք 40 տեղամաս, ասել 40-ից 3-ում տեսել ենք sense խնդիր։ Ենթադրում եմ մնացած 37-ում չենք տեսել sense խնդիր։ Առավոտ 10-ից ահազանգ կար, որ որոշ բնակարաններում գրանցված են մարդիկ, որոնք բնակարանի տերերը տեղյակ չեն։ Այդ ահազանգը կար Երևանից, այդ ահազանգը Երևանից մենք կար, մենք այդ ահազանգը ուղղորդել ենք ներքին գործերի նախարարություն եւ ըստ էության խնդիրը հետեւյալն է, անձը կարող է հաշվառման կանգնել առհասարակ բնակչության պետական ռեգիստրի վարման այդ ոլորտի օրենսդրության կոնտեքստում եմ ասում, անձը կարող է հաշվառման կանգնել առանց սեփականատիրոջ նույնիսկ իմացության։ Սա այն կարգավորումը, որ կա Հայաստանում։ Դրա համար նաև ոստիկանությունը նախապես ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հրապարակում է ընտրողների նախնական ցուցակները, որպեսզի անձին կարողանան մտնեն, տեսնեն իրենց բնակարանում ով է հաշվառված, ով հաշվառված չի, եթե մարդ կա, որ հաշվառված է, բայց այդ մարդը չգիտենով է գնան դիմեն անձնագրային, ասեն գիտեք, այս մարդկանց հանեք։ Սա է մեխանիզմը եւ նախապես է պետք նայել վերջին օրը որ հրապարակում են, վերջին օրը ոչ մեկ ցուցակից չի կարող։ Ձեր ասած ինչ իմանա, որ տան վրա պետք է մարդ գրած։ Տեսեք, ձեր ասած հարցը շատ ճիշտ հարց է այն տեսակետից, որ պետք է քննության առնվի, թե այդ քաղաքացիներին ընդհանրի 20 հոգու որից մեկի բնակարանում երբ են հաշվառել։ Այսինքն ինքնին հաշվառման փաստը օրենքի խախտում չի, բայց հաշվառման ժամանակը երբ է եղել հաշվառումը, սա ուսումնասիրության հարց է հասկանալու համար, կա միտում թե չկա։ Հիմա ոնց որ պարոն Յանցյանը նշեց, եթե հրապարակում է, մարդը գնում է ցուցակներում նայում է, չէ՞, վերջնաշով իր հասցեում ուրեմն քանի հաշվառված են եւ այլն, շատ հեշտ է ողջելու համար, թե երբ են հաշվառել եւ ով է հաշվառել եւ ինչու են հաշվառել։ Այս հարցերը ուզում ասեմ, ինքնին փաստը հրապարակելը ու դա ներկայացնել որպես խախտում դեռ քիչ է։
հա, պետք է նաև հիմնավորես, թե իրապես եղել է միտում այդ հաշվառման մեջ, թե ոչ։ Արձանագրումներից մի հարց տամ, նշել եք, որ երեքում հատկապես ակտիվ է եղել քվեարկողների հոսքը, որոնցից մեկը Արշալույս գյուղն էր, Մամել Գրիգորյանի ծննդավայրը, ուզում եմ հասկանալ մի փոքր, եթե հնարավոր է այս պահի մանրամասներով, ինչ ձև է, այսպես ասեմ, դրսևորվում, այսինքն քանի անգամ է եղել։ Այս պահին մենք կոնտեքստը չենք կարող ներկայացնել, այս պահին մենք արձանագրում ենք, որ կա 5 գյուղ, որտեղ մարդկանց մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ավելի քան 5 անգամ ավել, քան 21 թվականի ընտրություններին։ Եթե միջինում մասնակցությունը 2 անգամ ավել է, այսինքն ընդհանուր քաղաքացիների ակտիվության բարձրություն կա, բայց 5 անգամ ավելը առնվազն ուսումնասիրելու տեղիք է տալիս, այսինքն մենք պետք է գնալ հասկանալ ինչի է 5 անգամ ավել։ Մի հատ բան ասեմ, էլի։ Սա այս պահին թե ինչի է 5 անգամ ավել, դա օբյեկտիվ հանգամանքների արդյունքում է, թե դա ընտրողների նկատմամբ հնարավոր ապօրինի ազդեցության արդյունքում է։ Ես չեմ կարող, մենք չենք կարող գնահատել, դեռևս դա պետք է ուսումնասիրվի։ Եկեք ուսումնասիրենք, բայց մեկ էլ մի բան հաշվեք, 5 անգամ ավելի, կարող է 10 հատ եղել, մի 50-ա դարել։ Օրինակի համար հիմա, այսինքն խնդիրը կանում է նրանում, իրապես ակտիվություն կա։ Հիմա այդ թիվը ակտիվության խելամտության մեջ է գտնվում, այսինքն նկատի ունեմ նախորդ անգամ իրապես пассив ա եղել, հիմա ակտիվ են, դրա համար ավելացել, թե իրապես այն ժամանակ են ակտիվ եղել, հիմա գերակտիվ են։ Հիմա գերակտիվ են, թե пассивից ավելի ակտիվ են եղել, հիպերակտիվ են։ Դա այդ հարցը եկեք բան ընտրություն ավարտվի, նոր բան անենք, էլի հենց ձևակերպումների մասին է խոսքը։ Այո, մենք ազնվորեն ասում ենք, որ թվականակը այսքան անգամ մեծացել է, բայց մի հատ ամբողջ բանը քվեարկությունը ավարտվի, դեռ process-ի մեջ է, հա, հետո նոր կանդրադառնանք, ասենք թե իրապես ինչով է։ Հետո մի բան հիշեք, միշտ մենք այդ գործիքը օգտագործում ենք բանը ընտրողների թվի մեծացմանը զուգահեռ կուսակցությունների հավաքած ձայների բաշխումը, չէ՞, այդ Գավուսյան հայտնի բաշխումը։ Դա էլ է գործիք, որով դու գնահատում ես իրապես կա տեղ ինչ որ ենթադրյալ խախտում, թե ոչ։ Եկեք սպասենք քվեարկության արդյունքների վերջնական ուրեմն տվյալներին, վերջնաշուտ ժամը 8-ին է, չէ՞, ավարտվելու քվեարկությունը։ Հետո նոր այդ առանձին հարցերին մենք ավելի կանդրադառնանք, ուղղակի ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այդ հրապարակումներով, որպեսզի ինքներդ էլ ունեք հնարավորություն նախորդ ընտրությունների ժամանակ մասնակիցների թիվը վերցնեք, համեմատեք եւ այլն, ինքներդ էլ հետաքննություն հասկացնեք, ուսումնասիրեք։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այդ հարցերի վրա։ Վաղը մենք այսօր ժամը 7-ին ունենալու ենք եւս մեկ ճեպազրույց եւ վաղը ժամը 11-ին արդեն ասուլիս որտեղ կամփոփենք մեր նախընտրական դիտորդության նախնական գնահատականները։ Վաղը բանը բոլորը էստեղ 11-ին, այսօր ժամը 7-ին էստեղ, վաղը 11-ին երևի էլի էստեղ։ Չէ, երևի չէ, հաստատ էստեղ։ Լավ, հաստատ էստեղ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։